Բարև ձեզ, իմ սիրելի հետևորդներ, եկեք այսօր միասին պատրաստենք գաթա։ Մեկ խմորն եմ օգտագործելու, որպեսզի շատ արագ լինի ու որովհետև շատ էի գրել, որ շատ կուզեք արագ պատրաստենք, ես էլ արագ պատրաստում եմ, որպեսզի դուք էլ հասկանաք, որ խմորից օգտվել, ինչպիսի խմոր պատրաստել ու ձեր ամանորյա սեղաններին լինեն մեր հայկական ավանդական գաթան եւ մնացած բոլոր խմորեղենները, որոնք մենք պատրաստում ենք շերտավոր խմորից։ Եվ այսպես սկսեցինք, ուրեմն մեզ հարկավոր է կարագ, խորիզը բոլորս էլ պատրաստել ենք, բոլորս էլ գիտենք, կարագ, շաքարավազ, ալյուր, վանիլին։ Սա է խորիզի բաղադրիչները։ Ուրեմն ինձ մոտ 150 գրամ կարագ է, 250 գրամ շաքարավազ, 250-ից 300 գրամ ալյուր, շաքարավազի չափը դուք կարող եք քչացնել կամ ավելացնել, դա արդեն ձեր կամքն է։ Ուրեմն ես ձեռքով եմ անպայման խորիզ պատրաստում ու խորհուրդ կտամ, որ դուք էլ ձեռքով անեք, եթե իհարկե կարողանաք ձեռքով անել։ Այսպես, ուրեմն ես խորիզը պատրաստեմ, որպեսզի շատ ժամանակ չխլեմ ձեզնից, որովհետև գիտեք, որ երկար է տևում խորիզ պատրաստելը, ուղղակի պիտի կարագ շաքարավազի հետ խառնեմ ու ավելացնեմ ալյուրը եւ վանիլին։ Ուրեմն արդեն խորիզը պատրաստ է, տեսեք այսպիսի խորիզ ենք ստացել, սեղմում ենք ձեռքով ու շատ հանգիստ քանդվում է։ Այսպիսի խորիզ ստացանք մենք արդեն, հիմա իմ գորգը փոքր է, գիտեք արդեն, որ մեր գնդերը մեծ են, ես կբացեմ սեղանի վրա։ Սեղանը ալյուր ենք անում, որ բացենք։ Խմորը արդեն բացել ենք և ավելացնում ենք խորիզը, հավասար բաժանում ենք։ Եվ արդեն փաթաթում ենք։ Այսպես հավասարեցնում ենք շերտը, փակում ենք եզրերը
Շատ թույլ, այսպես կրկնակով հավասարեցում ենք, կարելի ասել։ Եվ մեջտեղից կտրում ենք այսպես եւ արդեն բաժանում ենք մասերի։ Վերցնում ենք սուր դանակ, հիմա ձու ենք քսում ու արդեն քխելու ենք։ Սիրելի բաժանորդներ, ես արդեն ավարտեցի։ Տեսեք այսպիսի գեղեցիկ գաթա ենք ստացել։ Մոտիկից կնկարեմ, կտեսնեք։ Տեսեք այսպիսի գաթաներ ենք ստացել։ Տեսնում եք։ Սիրելիներս, բարձրացել է, շերտերը կա, համեղ է, կարագով է։ Ինչ է մեզ հարկավոր։ Անցած անգամ, որ ես դրել էի գաթայի տեսանյութը, 1 տարի առաջ էր դա, ինձ գրել էին, որ տիկին այրել եք գաթան, ասեմ, որ բացարձակ այրված չէ, տեսեք, ուղղակի մենք մերոնք իմ ընտանիքի անդամները բոլորը սիրում են լավ եփված, այսպես սպիտակ չեն սիրում, դա է պատճառը, որ ես շատ լավ եփում եմ, որ երեխաներն էլ հաճույքով ուտեն։ Սա է, սիրելիներս, ինձ թվում է ձեզ դուր կգա, դուք էլ կպատրաստեք, քանի որ տեսքը լավն է, սեղանի վրա դնելու համար շատ լավ է տեսքը եւ ամենակարևորը թունավոր չէ։ Այսքանը սիրելիներս, շնորհակալ եմ շատ, պատրաստեք դուք էլ, ինքներդ տեսաք, որ շատ լավ խմոր է։ Ես որքան հնարավոր էր արագ պատրաստեցի, ընդամենը 1 գունդ եմ ես թխել, որովհետև ճիշտն ասած ժամանակ չունեմ այդքան շատ երկար ինչ-որ բան նկարելու, բայց արագ թխեցի, որպեսզի դուք տեսնեք, համոզվեք ու հենց ձեր ուզած խմորն էլ դա լինի, որպեսզի դուք ինքներդ էլ պատրաստեք։ Այսքանը շնորհակալ եմ բոլորիցս սիրելիներս, որ այդքան արագ ու շատ այսպես ակտիվ դիտեցիք տեսանյութը, շատ շնորհակալ եմ, հուսով եմ, որ նորից կհանդիպենք, դեռ շատ բան ունենք անելու, մինչ ծննդյան տոներ, նոր տարի, իհարկե կաթոլիկական ծննդյան տոներ, հուսով եմ, որ կհանդիպենք, այսքանը սիրում եմ բոլորիդ, ցտեսություն, մինչ նոր համեղ հանդիպում իմ խոհանոցում։